Իհարկե առաջ երթին պետք է Ադրբեջանի մասին խոսեմ, մի քանի տվյալներ ուղղակի ձեր գիտության համար։ 2024 թվականին տեղի ունեցել վարչապետի, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի երկու, պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության պետական հանձնաժողովների 5, արտաքին գործերի նախարարների 5 հանդիպում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցություններն ըստ էության ընթացել են երկկողմ ձևաչափով, բայց արդից ուզում եմ օգտվել եւ երախտագիտություն հայտնել բոլոր այն երկրներին, կողմերին, ովքեր պատրաստակամություն են շարունակաբար հայտնել հյուրընկալել մեր հանդիպումները, կազմակերպել այդ հանդիպումները։ 2024 թվականի առանցքային իրադարձությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկն էր, ինչը երկու երկրների անկախության պատմության մեջ տեղի ունենում առաջին անգամ։ Ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի հայտնի հատվածում իրականացվեց պետական սահմանի շուրջ 12.7 կիլոմետր հատվածի սահմանազատում սահմանագծում։ Օգոստոսին ստորագրվեց երկու երկրների համապատասխան սահմանային հանձնաժողովների միջև աշխատանքների ուրեմն համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որը համապատասխան պետական ընթացակարգերով ավերացվեց, եւ ես համոզված եմ, որ սա երկու երկրների միջև սահմանի սահմանազատման գործընթացը ակնհայտորեն դնում է արդեն ինստիտուցիոնալ հիմքի վրա, աշխատանքները շարունակվել են եւ այս պահին էլ շարունակվում են ընթացիկ տարում 2025 թվականին։ Գիտեք, որ 25 թվականի հունվարի 16-ին կայացել է հանձնաժողովների 11-րդ հանդիպումը։ Համաձայնություն է ձեռք բերվել սկսել սահմանի սահմանազատման աշխատանքների փուլը հյուսիսային հատվածից Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջև ուրեմն սահմանակետից եւ շարժվել դեպի հարավ։ Շարունակվել է աշխատանքը հատվածի մասին մի քիչ խոսեցինք։ Իհարկե, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ միջազգային գործընկերների հետ մեր շարունակական քննարկումներում մշտապես ուշադրության են կենտրոնում են եղել նաև այն հարցերը, որոնք դուրս են մնացել օրինակ խաղաղության համաձայնագրի տեքստից կամ չեն տեղավորվում սահմանազատման գործընթացում, չեն տեղավորվում ապաշրջափակման վերաբերյալ խոսակցության մեջ եւ այստեղ առաջին հերթին իհարկե մեր ուշադրության կենտրոնում են եղել հումանիտար հարցերը, դրանց լուծման անհրաժեշտությունը, ամբողջական կարգավորման համար մենք ինչպես նախկինում այժմ եւս համարում ենք, որ հումանիտար հարցերի լուծումը եւ իհարկե առաջին հերթին գերիների պատանդարված եւ այլ պահվող անձանց ազատ արձակումը շատ կարեւոր բաղադրիչ է համապարփակ կարգավորման համար։ Ապաշրջափակման ուղղությամբ ուղղակի ավելացնեմ, որ մենք դեռ սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանին, քիչ առաջ նշածս առաջարկի վերաբերյալ, կարծում ենք, որ այս առաջարկը, եթե այն իրագործվի, լիովին համապատասխանում է եւ երկու երկրների շահերին, եւ տարածաշրջանային երկրների շահերին եւ ավելի նույնիսկ տարածաշրջանից դուրս գտնվող երկրներին, սա մեր մոտեցումը արտացոլված է տեղյակ եք խաղաղության խաչմերուկ նախագծում, ուրախությամբ պետք է ուղղակի փաստենք, որ նախագիծը ավելի է հայտնի դառնում աշխարհում եւ կան բազմաթիվ երկրներ, որոնք շարունակվում են եւ այդ շարքը շարունակվում է, այս գործընթացը շարունակվում, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում խաղաղության խաչմերուկում, ողջունում են խաղաղության խաչմերուկը իրենց պլաններում կամ տեսլականներում կապում են խաղաղության խաչմերուկը իրենց վերաբերելի եւ իրենց համար կարեւոր տրանսպորտային հանգույցներին, լոգիստիկ այդ ծրագրերին վերջին երկու օրինակ ուղղակի բերեմ, որտեղ մի քանի օրվա պատմություն է, Չինաստանում տեղ ունեցան խորհրդակցություններ Հայաստանի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունների կողմից, եղավ համապատասխան
արձանագրություն, հաղորդագրություն եւ այդտեղ եւս երկու կողմերը Հայաստանը եւ Չինաստանը կարեւորություն հաղորդեցին խաղաղության խաչմերուկին։ Խաղաղության խաչմերուկը արտացոլված էր նաեւ 2 օր առաջ Հայաստանի եւ Նիդերլանդների թագավորության միջև ստորագրված ռազմավարական համագործակցության փաստաթղթի մեջ ուզում եմ ասել, որ խաղաղության խաչմերուկ ծրագիրը շարունակում է ճանաչողություն եւ ողջույններ ձեռք բերել։ Իհարկե, երբ խոսում ենք տարածաշրջանից, երկրորդ երկիրը, որին կուզենայի ուշադրություն դարձնելով խոսել ձեր հետ այդ մասին, Թուրքիան է։ Թուրքիայի հետ մեր կարգավորման գործընթացը եւս շարունակվում է։ Առանցքային են կրկին օրինակ բացի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից առանցքային է սահմանների բացումը, մեր միջև նոր կրկին տրանսպորտային ուրեմն ենթակառուցվածքների վերագործարկումը, Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը ուղղակի կենսական նշանակություն ունի եւ կարող է ապահովել ընդհանուր միջև, այսինքն Պարսից ծոցի եւ Սև ծովի միջև ամբողջ տրանսպորտային շարժի մեջ առանցքային դեր ունենալ եւ նաեւ միջերկրական ծովի։ Ունենք որոշակի պայմանավորվածություններ, պայմանավորվել ենք օրինակ համատեղ վերականգնել Անիի կամուրջը պատմական, սա ուղղակի լրացնում է արդեն իսկ իրականացված որոշումները, որոնք սահմանում են ուղիղ օդային ճկներ, օդային բեռնափոխադրումների խոչընդոտների վերացում։ Գիտեք, պայմանավորվածություններ ունենք, որոնք մինչ այս պահը կյանքի չեն կոչվել, օրինակ երրորդ երկրների քաղաքացիների համար ազատ շարժը սահմանով, այս սահմանի բացումն անցալ եւ Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների համար, ովքեր դիրվառնագիտական անձնագիր ունեն։ Տեղյակ եք նաև, որ փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի մարգարե անցման կետում, որը արդեն կառավարության որոշմամբ հիմնանորոգվել է, սահմանային ծառայությունը իրականացվում է բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի ուժով։ Սա իհարկե նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանահատող այդ սահմանային անցակետերը, բոլոր անցակետերը արդեն մարտի 1-ից, ընդ որում բոլոր նկատում եւ գործող անցակետերը եւ չգործող, ինչպիսին օրինակ մարգարան է, բոլոր անցակետերում ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանային զորքերը, սահմանային ծառայությունը, սա բոլորովին մեղմ ասած անկարևոր փաստ չի։ Իհարկե առիթից ուզում եմ օգտվել եւ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանը մեր գործընկերներին մինչ այս պահը այդ ծառայությունը իրականացնելու համար։